Բարև ձեզ հարգելի բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդաշարը։ Անցած հաղորդման ժամանակ խոսեցինք վիտամին D-ի մասին, այսօր կխոսենք վիտամին A-ի մասին, ինչ դեր ունի վիտամին A-ն մարդու առողջության համար։ Խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, որպեսզի մեր լսարանը ավելի մեծանա։ Վիտամին A-ի քիմիական անունը ռետինոլ է։ Վիտամին A-ի օրվա չափաքանակը առողջ մարդու համար 4000 միջազգային միավոր է։ Իսկ որոշ դեպքերում, այսինքն բուժման նպատակով տարբեր հիվանդություններ բուժելու համար նրա չափաքանակը հասնում է մինչև 100,000 միջազգային միավորի։ Վիտամին D-ն կարևոր նշանակություն ունի մաշկային հիվանդությունների համար։ Այն նպաստում է մաշկային հիվանդությունների բուժմանը, հատկապես պսորիազի, նեյրոդերմիտի, էկզեմայի, մաշկային պզուկների, ճաքերի, պիգմենտային այդ ախտահարումների ժամանակ։ Շատ կարևոր է վիտամին A-ն աչքի տեսողության համար, նա ուժեղացնում է աչքի տեսողությունը, բուժում է բազմաթիվ աչքին վերաբերող հիվանդություններ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և իմունիտետը, հարգելի բարեկամներ, այն կանխում է նաև օրգանիզմի վաղաժամ ծերացումը, հատկապես որը արտահայտվում է անմիջապես մաշկի վրա, կանխում է մաշկի թորշոմատությունը, կնճռոտությունը, այսպես կախվելը, թուլանալը և այլն, մաշկը պահում է առանձնական ձիգ վիճակում, մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ կենսաբանական գործընթացներին և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, հատկապես խրոնիկական վարակային հիվանդություններ, կանխում է նրանց առաջացումը, ինչպես նաև պահպանում է օրգանիզմը թունավորումներից։ Այն բոլոր մրգերը և պտուղները, որոնք կարմիր գույն ունեն, հատկապես վառ կարմիր գույն ունեցողները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին A։ Դուք հիմա արդեն մրգերի սեզոնն է, կարող եք այն օգտագործել, կարմիր պղպեղը, ճակնդեղը և այլն։ Այսօր այսքանը, հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում նորից բոլորիդ, գրեք ձեր կոմենտները, գրեք ձեր կարծիքները, եթե ունենաք հարցեր բուժման նպատակով և խորհրդատվության նպատակով, դիմում եք Պուշկինի 38, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։